Շարունակվում է մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ եւ չհեռանալով արվեստից ունենք հիանալի խորհուրդ, թե ինչպես կարող եք անցկացնել հանգստյան առաջիկա 2 օրը, մասնավորապես հուլիսի 6-ը, որովհետեւ երեկոյան Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Տիգրան Կազազյան քարյակի համերգը։ Իդեպ համերգը լինելու է Soul Symphony, հոգու սիմֆոնիա, որի պրեմիերան տեղի է ունեցել այս տարի, բայց ոչ Հայաստանում։ Մանրամասները կիմանանք հյուրերից։ Այո, եւ ներկայացնենք մեր հյուրերին, որոնք արդեն տաղավարում են կոմպոզիտոր եւ ուդահար Տիգրան Կազազյան, բարի լույս։ Բարի լույս։ Եվ դուդուկահար Արսեն Պետրոսյան, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք տաղավարում հյուրընկալվելու համար։ Սկսենք, պատմեք մեզ, ինչպես առհասարակ առաջացավ միտքը համերգ անելու։ Դե Հայաստան եմ ապրում, միշտ էլ ցանկություն կա համերգ դալ Հայաստանում, ու շատ ենք սիրում այս դահլիճում նվագել Առնո Բաբաջանյանում, եւ այո, ոնց ասցիք, պրեմիերը Փարիզում էր փետրվարին, գնացինք այնտեղ նվագեցինք ու արիթ էր, որ Հայաստանը ներկայացնենք այս ծրագիրը, այս նոր ստեղծագործություններ եւ հին ստեղծագործություններ միքս, այո։ Արդեն նշեցիք, որ ծրագրում նաև նախկինում նվագված հին ստեղծագործություններ կան եւ նոր ստեղծագործություններ, ինչ կանրադառնանք այս համերգի ծրագրին, նաև պատմեք ինչպես է ընթանում փորձերը քարյակի մոտ եւ առհասարակ համագործակցությունը ինչպես է ձևավորվել։ Ես եւ Արսենը վաղուց ճանաչում ենք իրար, 13 տարի առաջ կոնսերվատորիայում ենք ծանոթացել եւ միշտ ցանկություն ունեի Արսենի հետ համագործակցել եւ Լուսի Խանյանն էլ շատ կարեւոր անդամ է մեր խումբից եւ Մանանա Ավետիսյան ու այս Soul Symphony համերգին ունենք մեկ հատ հadouk հյուր Պիտեր Դավիդյան, Ավստրալիահայ սիտար նվագող, հնդկական սիմվոլիկ գործիքը ու ինձ թվաց հետաքրքիր երեկո է լինելու։ Արսեն, ձեզ համար ինչպես են ընթանում փորձերը, ինչպես եք պատրաստվում համերգին։ Դեռ լավ, փորձերը բուրըն քննարկումներով ու ամեն մեկը փորձում է լավագույնը բերի, սեղանի վրա։ Ու որակ եւ ունիկալ բան ստանալու համար ամեն մեկը պետք է նվիրված աշխատի ու նվիրված բերի, կապ չունի։ Ինչքանով ես դու ներգրավված այդ process-ի մեջ, պետք է անել մաքսիմումը ու երաժշտություն ստեղծելը, մանավանդ նոր գործեր, երբ որ գրված են, դրանք ժամանակ են պետք, այսպես ասած, էփելու համար, դա խոհանոցի պես բան է։ Բերում ես ինգրեդիենտները, գործը կա ընդհանուր ու սկսվում է process-ը ու սկսվում է այդ էփվելու, հետաքրքիր process-ը ու ինքը ժամանակի ընթացքում ավելի ձևավորվում է ու հետաքրքիր է դառնում։ Եվ ուզում եմ ասել, որ ամեն երաժիշտը շատ կարևոր դեր ունի իմ երաժշտության մեջ, որտեվ լիքը իմպրովիզացիա կա, բացի թեմաները, որ էդի այո գրված են նոթայով, բայց էդի շատ կարևոր ընդրություն է ում հետ աշխատում, որտեվ ամեն երաժիշտ բերում է իր աշխարհը, իր նվագելու ձևը ու էդի հարստացնում է ամբողջականությունը, դրա համար մի հոգի ստեղծագործություն չի վերջում։ Եվ այդ խմորումների ժամանակ էլ ավելի հետաքրքիր գույն է ստանում ստեղծագործությունը ամեն հաջորդ համերգին նվագելու դեպքում, չէ՞։ Այո։ Տարբեր, որովհետև իմպրովիզացիան է, այդ ինքի վրա ինքը։ Գանք խորագրին եւ անվանմանը ծրագրի հոգու սիմֆոնիա։ Ինչու՞։ Մի քիչ սիմվոլիկ առումով եմ ընդրել էդի, որտեղ ինքը սիմֆոնիա չի, օրկեստր չկա։ Այդ սիմֆոնիան մեր ներքին աշխարհի մեջ է գտնվում, ուրախություն, դխրություն, խաղաղություն, ինքը ներքին ճանապարհն է, որ այդ եմ փորձում միշտ կիսել հանդիսատեսի հետ եւ երաժիշտների հետ, որ կարծում եմ դա ճանապարհը, որտեղ մենք գտնում ենք մեր իմաստը, մեր կյանքի իմաստը, մեր լիքը բաներ, դրա համար Soul Symphony-ն ոնց որ հոգին եւ որ ինքը լրիվ փայլում է ու բարում է ամեն դժվարություն եւ լավ բաներով, դարբեր, մենակ լավ բաներ չեն։ Այս ստեղծագործությունը արդեն նշեցինք, որ պրեմիերան տեղի ունեցել փետրվարին 2025 թվականի Փարիզում, հետաքրքիր է ինչպես այն գրվել, ինչպես այն ստեղծվել եւ առհասարակ երբ ստեղծում եք ստեղծագործությունները, այս ինչն է ոգեշնչում ձեզ։ Իմ մոտ շատ քիչ
դաձելը գա ավելի գործիքի հետ ամեն օր գործիքի հետ հարաբերություններ գալիս են մեղեդիներ մեկ-մեկ մասերով է գալիս հետո մասերը միացվում են puzzle-ի նման ու Soul Symphony-ն էլ հadoop ստեղծագործությունը ինքն էլ նույն բնական ձևով հայտնվել ու ուղղակի նշмарել եմ որ գար ու հավաքել եմ Իսկ ինչպես ընդունվեց Փարիզում հանդիսատեսի կողմից Շատ լավ իսկապես Այս տեսակ երաժշտությունը եւ մանավանդ եթե հա ինքը ստեղծագործած արդեն նոր սերնդի կամ նոր գործեր են որ ոչ թե տրադիցիոն ժանրի էլ ավելի հետաքրքիր են մարդիկ լսում թեպետ Տիգրանի երաժշտությունը շատ մեծ ազդեցություն ունի արևելյան հա տակ դասական արևելյան երաժշտության եւ հայկական հա այս երաժշտության համադրումները ու նաեւ ժամանակակից ձևով ներկայացնելու հանդիսատեսի համար ֆանտաստիկ մի հատ էքստազի մեջ են իրանք հայտնվում եւ այս տեսակ երաժշտությունը առասարակ այն ամենագողտրիկը անկյունն է որտեղ մարդը իր հոգու կամ իր զգացողությունների հետ շատ անկեղծ է գտնվում ու այս տեսակ երաժշտությունն է որ հատուկ ինքը տարբեր մեկնաբանություն է պետք է սա ժամանցային երաժշտություն չի տեսնում եք կադրերը հիմա մեր պատեկրանին մի ամբողջ փորձառություն է հանդիսատեսի համար կարելի ասել կարծում եմ եւ Հայաստանում նոր բան է Իսկ ինչ ակնկալիք ունեք հենց հայ հանդիսատեսից ինչպես կընդունի այս ծրագիրը Դե այս ծրագիրի մի մասը արդեն ներկայացրել ենք նենց չի որ ամբողջը չգիտենք Նորովի է Այո ամբողջը չի որ նորա բայց հայ ես ընդհանրապես փորձում եմ չմտածեմ ասենք հայ թե ֆրանսիացի թե ուրիշ բան որովհետև ամեն մարդ դարբեր է կարող է մարդիկ զգում են ուրիշ մարդ չի հավանում ուրիշ մարդ ամեն մարդ դարբեր ձևով էդի արդեն իմ գործս չի եւ որ իրանց մոդա հասել իրանք տոնային ոնց են բան բայց միշտ էլ շատ լավ feedback եմ ստացել Հայաստանում 13 տարի ստեղ եմ ապրում միշտ էլ շատ լավ խոսքեր եմ լսել հանդիսատեսի կողմից Այսինքն կարող ենք ասել որ հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 6-ին իսկ ինչպիսի ծրագրեր ունեք դրանից արդեն հետո արդյոք պլանավորում եք այս ծրագիրը նաև արտերկրում շարունակել ներկայացնել կամ գուցե Հայաստանում ոչ միայն Երևանում բայց նաև մարզերում ներկայացնել ծրագիրը Երանի մարզերում շատ հավես գներ վաղուց չենք արել վերջին անգամ 2022 թվին եմ եթե ճիշտ եմ ասում Գորիսում եւ Գյումրիում նվագեցինք ու շատ հետաքրքիր էր իսկ ուրիշ երկրներով գնում ենք Ֆրանսիա, էլի հոկտեմբերին, Գերմանիա եւ հիմա էդա նոր Մարոկո էինք, Մարոկոից հետ եկանք ու փորձենք շարունակել ու դարբեր ֆիլմերի սաունդթրեքի հետ էլ փորձում ենք աշխատել կամ դոկումենտալ դարբեր համագործակցություններն են այո լավ բաներ կլինեն Յաները ես ուզում եմ նաև համերգի թեմայից մի փոքր շեղվելով խոսել ձեր գործիքների մասին Ծիրանափողը թերևս ամենահայտնի եւ նույն երիտասարդ սերնդի կողմից ամենապահանջված գործիքն է իսկ ինչպիսի հետաքրքրություն կա երիտասարդների պատանիների կողմից ութ գործիքի նկատմամբ Դու ասես իմ մտքերն ես կարդում ես հենց այդ նույն հարցն ես ուզում տալ Արդյոք ունենք ապագա ուդահարներ Ես շատ ուսումնական աշխարհի մեջ չեմ, բայց շատ եմ նկատում Երևանում, որ քայլում եմ ու դեռ տեսնում եմ երիտասարդների ուսերին ու կարծեմ բավական գա հետաքրքրություն ու այդ գործիքը շատ դուդուկի նման հին գործիքներ են, շատ հին գործիքներ, այդ խորությունը շատ հատուկ են ու գարձեմ երդասարդ սերունդը շատ խելացի սերունդ է ու իրանք որոշ մի մաս կփորձեն շարունակել եւ ուսումնասիրել այդ դեսագործիկները գարձեմ եւ աշխարհում մենակ Հայաստանում չի ինչ կարծես ասել Ես դա համաձայն եմ ու տարբեր ժամանակներ իհարկե նոր սերնդի համար տեղացի վրա ավելացնում են հա մարդիկ ստեղծագործում են իրանց գործերը նոր գույներ են գտնում նոր ձայնի արտադրման ձևեր են գտնում ու դա է հետաքրքիր նույնը դուդուկի պարագայում ինքը ինչքան էլ մենք սիրում ենք մեծ հարազատը բայց հասել է մի կետ ինքը դասական
գործիքը համարվում համաշխարհային երաժշտության մեջ ու որպես նոր սերնդի ներկայացնող եղածի վրա պետք է ավելացնել ու տանել առաջ ու հարգելով գործիքը ճիշտ տեղերում ներկայացնել, որտեղ երբ որ իրան շատ օգտագործում ամենտեղ եւ այլն իր հետաքրությունը կորում է իմ անձնական կարծիքով դա Մեզ երևի թե մնում է միայն հիշեցնել եւս մեկ անգամ մեր հեռուստադիտողներին, որ Տիգրան Կազազյան քարյակի համերգը տեղի կունենա հուլիսի 6-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Կարծում եմ դեռ կհասցնեք տոմսեր ձեռք բերել, բայց պիտի շտապեք, որպեսզի դուք էլ այս փորձառության մի մասը դառնաք։ Շնորհակալ ենք Անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Մենք շնորհակալ հրավերություն համար։ Մերսի։ Սիրով։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ։